Ցավոք սրտի բոլոր հարցումները վկայում են, որ մոտավորապես 47-48% ընտրական տեղամաս չի գնալու 1.400.000-ից ինչքան պակաս եղավ, հա, մասնակցությունը, այնքան Նիկոլը կարողանալու է շանսա ունենալու իրականացնել վերարտադրվելու իր սպառնալիքը, բայց ես ուզում եմ նաև բերել մի օրինակ, նույն Հունգարիայում միջև վերջի օրը բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում էին, որ հաղթելու է Վիկտոր Օրբանը, այսինքն անկասելի էր թվում Օրբանի հաղթանակը, ինչ արեց հունգար ժողովուրդը, իրանք գնացին լուր պրոտեստի ճանապարհով, բոլոր սոցիոլոգիական հարցումների ժամանակ ըստ էության ոչինչ չպատասխանեցին, բայց 74%-ը որպես բողոքի նշան գնաց ընտրական տեղամաս եւ արդյունքը եղավ այն, որ նույնիսկ Վենսը, որ արդեն եկել էր ընտրություններից 3 ամիս առաջ Օրբանին շնորհավորում էր, չէր կարող կանխատեսել, որ այսպիսի իրավիճակ է լինելու, այսինքն ես ուզում եմ մի փոքր հույս ունենալ, որ այդ չպատասխանելը, այդ ասելը, որ ես չեմ գնալու ընտրական տեղամաս, դա լուր պրոտեստի, լուր սաբոտաժի մի ինչ-որ տեսակ է եւ ունենալու ենք ակտիվ մասնակցություն, եթե իրապես չունեցանք, եթե ընդդիմությունը չկարողացավ տեղաշարժել այդ մեծ հատվածին, որը ապատիկ է, որը Նիկոլ չի ուզում, բայց ընդդիմադիր առաջարկների մեջ բացի Նիկոլի մեղադրանքներին արդարանալուց ուրիշ որևէ ռացիոնալ օրակարգ չի տեսնում, ցավոք սրտի մենք շատ վատ արդյունք ենք ունենալու։